Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր սկանդալային բացահայտումներով լի օր է սպասվում։ Կրկին անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության եւ վստահության համար։ Ընկերներ, վստահեցնում եմ, ես ձեզանից մեկն եմ եւ չեմ ցանկանում, որ մենք շարունակենք այս կերպ մեր երկրում ապրել։ Վստահ եմ, որ շատերդ շատ հարցերում կաշկանդված եք, բայց վստահեցնում եմ, որ միասին կարող ենք ամեն ինչ։ Նախ տեղեկացնեմ, որ բոլորիդ նամակները կարդում եմ, եւ եթե չեմ պատասխանում, խնդրում եմ ներողամիտ լինել։ Նամակները այնքան շատ են, որ ֆիզիկապես չենք հասցնում, բայց վստահեցնում եմ, բոլորիդ նամակներին անդրադառնալու եմ։ Ընկերներ, երեկ Երևանի փողոցում տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն էր։ Երկրի վարչապետը իրավունք չունի նման պահելաձևով հանդես գալու, քանի որ այո, Հայաստանում կան հազարավոր քաղաքացիներ, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այդ թվում ես եւ իմ նման բազմահազար ադեկվատ անձինք։ Մեր նպատակը միայն համախմբվելն է, անկախ քաղաքական հայացքներից, անկախ որևէ հանգամանքի։ Դրա համար նախ պետք է մեր մեջից դուրս թողնենք ագրեսիան եւ վիրավորանքը։ Ընկերներ, այսօր հերթական բացահայտումներով լի օրն է սպասվում, որոնցից երկուսը ուժային կառույցների մասով է։ Այսպես, Ռոբերտ Քոչարյանը Արարատի մարզում էր։ Այցելության ժամանակ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջագրվում է Քոչարյանի հետ, ինչից հետո ազգային անվտանգության ծառայությունից հեռացնում են Ալիկ Սարգսյանի փեսային, աղջկա ամուսնուն։ Իդեպ ընկերներ, փեսան Վաղինակը ԱԱՑ-ում բաժնի պետ էր, սակայն տարակուսելին այն է, որ մինչ օրս նույն կառույցում աշխատում է Միհրան Գարբուզյանը, ով հանդիսանում է տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետը, համատեղության կարգով Սերժ Սարգսյանի փեսայի, բայց ոչ Միշիկի, մյուսի ընկերը։ Նաև Միհրանը հանդիսանում է Արթուր Վանեցյանի կադրը ազգային անվտանգության ծառայությունում, Էրեբունիում որպես օպեր է եղել։ Ընկերներ, բնավ Քոչարյանի աջակից չեմ եւ երբևէ չեմ դառնալու, սակայն սա հերթական քաղաքական պատվերն է եւ քաղաքական հաշվեհարդարը։ Որոշ ժամանակ առաջ խոսել էի պետական եկամուտների կոմիտեի մաքսանեղության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Բաբկեն Կարախանյանի մասին, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել, ապա ազատ է արձակել։ Ինձ նոր մանրամասներ է հայտնի դարձել, որը վրիպել է հակակոռուպցիոն կոմիտեի կիսասուր աչքից։ Կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք, պարոն Նահապետյան։ Երբ ձեր կառույցը մտել էր Բաբոյի առանձնատուն խուզարկության, որևէ բան չէր հայտնաբերել, չէ՞։ Անգամ իրենք իրոջ բնակարանում էիք խուզարկություն արել, որտեղ եւս որևէ բան չէիք գտել։ Արտաշի բնակարանի մասին է խոսքը։ Իդեպ, պարոն Նահապետյան, ասում են Արտաշի տիկինը դեպքից հետո ահագին գլուխ է գովել, որ ձեզ մոլորեցրել է։ Հույսով եմ ուղղությունը կօգնի ձեզ ձեր քրեական վարույթի շրջանակներում։ Ամեն դեպքում ձեր Գյումրի բազմաբնակարան շենքում ունեցած բնակարանի դիմացի պարիսպետը եւ տեսախցիկները մի քիչ գրեհիկ են։ Լավ եղեք։ Ընկերներ, իմ տեղեկություններով պարկում եղած գումարը մի քանի միլիոն դոլար է եղել։ Իսկ հիմա հասանք Արարատ մարզ։ Բազմաթիվ տեղեկություններ եմ ստացել, որ Արարատում Արամ Զավենի Սարգսյանը ժամանակին բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել։ Անգամ փաստաթղթեր եմ ստացել, բայց քանի որ սույն Արամ Սարգսյանը նաև հանդիսանում է թեկնածու, այսօր կանդրադառնամ նրա ոչ նորմալ քաղաքական վարքագծին։ Տեղեկություններ եմ ստացել, որ ունենալով Երևանում կոալիցիոն հուշագիր իշխող ուժի հետ, որոշ դպրոցներում, որտեղ ունի տնօրեններ, վարչական ռեսուրս է կիրառում քվեներ ստանալու համար։ Կա կոնկրետ տեղեկատվություն դպրոցի եւ տնօրենի մասով, ով նաեւ նույն Զավենիչի թեկնածուն է։ Քանի որ գրավոր դիմել ենք կրթության նախարարին, ապա 2 օր անց չստանալով պատասխան կհրապարակենք բոլոր փաստերը։ Իդեպ, քանի որ խոսեցինք Ժաննա Անդրեասյանի մասին, ասեմ, որ կա նաեւ մեկ այլ տեղեկություն դպրոցների հետ կապված։ Տիկին Անդրեասյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Կասեք, խնդրում եմ, ինչու է հայ-չինական դպրոցում ուրբաթ օրը հետաձգվելու դասերը։ Ասեմ, որ տեղյակ եմ, որ դա վերջին օրն է, բայց ասում են, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը քանաքեռում քարոզ է անելու եւ երեխաներին տանելու են քարոզի։ Ընկերներ, քանի որ նախընտրական փուլում ենք, ապա մի փոքր տարբերվելու են մեր շփումները։ Ընտրություններից հետո կրկին կսկսենք ավելի շատ շփվել։ Այսօր այսքանը, վաղը կխոսեմ հերթական կոռուպցիոն սկանդալի մասին։ Հարգանքներս, ձեր հայը։